Գիտեք, որ մենք ամեն ամիս գոնե մեկ պատվիրանի անդրադառնում ենք 10 պատվիրաններից, սկսել ենք, ովքեր որ նորեն եկել կամ առաջին անգամ են լսում պատվիրանների մասին քարոզները, ասեմ, որ ինտերնետում կան, եթե YouTube-ի մեջ Արման Մանուկյան հայերեն տառերով որոնեք, այնտեղ Էջմիածնի Էմանուել եկեղեցու բոլոր պատգամները դրվում են ձայնագրված եւ կարող եք առաջին 6 պատվիրանները, սա 7-րդ պատվիրանն է, որ այսօր խոսելու եմ, առաջին 6 պատվիրանները մանրամասն, որքանով որ Աստված ինձ շնորհք է տվել եւ ողորմություն արել, ես ներկայացրել եմ։ Հիմա հասել ենք 7-րդ պատվիրանին։ Պատվիրան 7-րդ։ Երևի թե 7 թիվը բոլորն են սիրում։ Չէ՞, յուրահատուկ թիվ է 7 թիվը, առանձնանում է 7 թիվը։ 7 թիվը Աստվածաշնչի մեջ առանձնանում է, այս թվերին այդքան իրանց տենց մարդիկ կան մտածում են, որ թիվը զորություն ունի եւ այլն, այդպես չի, բայց 7 թիվը Աստվածաշնչում առանձնանում է։ 7 թիվը Աստվածաշնչում կատարելության թիվն է, չեմ կարծում, որ այս պատվիրանի հետ կապ ունի, ուղղակի ուզում եմ ասել, որ մեր մեջ էլ նստած է ոնց որ 7-ը, Աստծո 7 հոգիների մասին է խոսում, երբ որ ուզում է ցույց տա, որ ասենք կատարյալ տեսողություն ուներ, Գառնոկ ասում է 7 աչք ուներ, իհարկե 7 աչք չուներ, բայց կատարյալ տեսողություն ուներ, 7-ը դա կատարելության թիվն է, եւ ես մտածում եմ, որ պատահական չի, որ նաեւ պատվիրաններից 7-րդը այս թեմային է վերաբերվում։ Ելից 20-րդ գլուխ, ես դիտմամբ չասեցի թեման, որպեսզի դուք հիմա կարդաք ինձ հետ միասին 7-րդ պատվիրանը ինչ է մեզ ասում։ 14-րդ խոսք։ Ելից 20-րդ գլուխ 14-րդ խոսք։ Շնություն մի արա կամ մի շնացիր։ Սրա մասին ենք խոսելու այսօր։ Բոլորս էլ այստեղ չափահաս մարդիկ ենք եւ պիտի հասկանանք Աստծո զգուշացումը։ Ինչ է մեզ ասում։ Շնություն մի արա։ Եթե ինձ ասեին անուն դիրես պատվիրանի, ես իրան կդնեի հետեւյալ անունը՝ հավատարմության պատվիրան։ Շնություն մի արա նշանակում է եղիր հավատարիմ։ Ինչ է սա կարևոր։ Ինչ կլինի որ Աստվածաշնչում գրված է, որ մենք ամեն մեկս որ հավատացինք Աստծուն, իր ծառաներն ենք դառնում։ Եթե դու Աստծուն ասում ես Տեր, ասում եք Տեր Աստված։ Եթե մեկին ասում ես Տեր, հիմա որ փողոցում քեզ մեկը գա կանգնեցնի, ասի ինձ Տեր ասա։ Ասես դու ով ես։ Այս ասենք բաներ կա, պատմություններ կա, որ ինչ որ մեկը շատ ուժեղ եկել է ու ինչ որ մեկին ասել է դու պիտի չոքես իմ առաջ։ Չգիտեմ, երևի տեղյակ եք կլինեք։ Ոչ, ես քո առաջ չեմ չոքի, ես մենակ իմ Տեր Աստծո առաջ պիտի չոքի։ Եղել է պատասխանը, իհարկե շատ վատ է եղել դրանից հետո իր համար, բայց այս մարդը մինչև վերջ ասել է, ես միայն իմ Տեր Աստծո առաջ։ Ես քեզ Տեր չեմ ասի, բայց արի ուտես հակառակ կողմից նայենք։ Մենք Աստծուն ասում ենք Տեր, ասում ենք, հեշտ ենք ասում, բայց ինքն էլ ասում է, բայց դու քեզ զգում ես ինձ ծառա։ Լավ ինձ ասեցիր Տեր, բայց դու ինձ ծառա զգում ես։ Ինչ կապ ունի այսի թեմայի հետ։ Լսեք, Աստված ասում է, դուք բոլորդ իմ ծառաներն եք, եթե ինձ Տեր եք ասում։ Եթե ինձ Հայր եք ասում, դուք բոլորդ իմ զավակներն եք։ Եվ մի բան էլ կա այս պատգամի ընթացքում կասեմ։ Հիմա նայեք, ասում է, ծառայից ինչ է պահանջվում։ Ծառայից կամ տնտեսից, ինչպես գրված է Աստվածաշնչի մեջ, պահանջվում է մեկ բան՝ հավատարմություն։ Մի շնացիր պատվիրանը ուղղված է մեր մեջ հավատարմություն ստեղծելու։ Հավատարմություն։ Լսեք, այս ժամանակներում սատանայի ամբողջ հարձակումը ընտանիքների վրա է։ Ես չեմ ճանաչում մի ընտանիք, որտեղ այդ պատերազմը չի։ Ես անկեղծ եմ ասում, մի ընտանիք հավատացյալների մեջ չեմ ճանաչում։ Մի ընտանիք էլ ուր մնաց, որ հավատքի չեն կամ ընտանիքի կեսն է հավատքի։ Հավատացյալների մեջ չեմ ճանաչում մի ընտանիք, որ այս պատերազմը չլինի։ Սատանան հարձակվում է ընտանիքի վրա։ Գիտեք ինչի։ Որովհետև ընտանիքը որ քանդեց, մնացածը քանդելը շատ հեշտ է։ Ինքը քանդող է, ինքը ուզում է ընտանիքը քանդի։
Երբ որ ընտանիքում համերաշխություն չկա, ինքը երեխեքին էլ կգողանա, հետո ծնողներին էլ կգողանա, հետո կբաժանի, որ բաժանեց ամեն ինչ էլ լինում է, տեսեք բաժանված ընտանիքները ոնց են ապրում ու կիմանաք, բաժանված ընտանիքների երեխաներին տեսեք ու կիմանաք սատանան ինչ է ուզում։ Մենք այստեղ ենք, որ ասենք քո գործերը քանդելու ենք սատանան։ Մեր ընտանիքները ամուր պիտի լինեն, մեր երեխաները պաշտպանված պիտի լինեն, ամեն։ Հիմա լսեք, Տերն ասում է, մի շնացիր։ Ինչ է սա նշանակում։ Ղևտացոց 20:10-ում ասում է, եթե մի մարդ, սա հին օրենքն է, սա հիմա չի վերաբերվում, սա հին օրենքն է, մի մարդ, եթե ուրիշ կնոջ հետ շնություն անի, երկուսն էլ պիտի սպանվեն։ Չասում կինը պիտի սպանվի, ոնց որ ընդունված է մեր հասարակության մեջ։ Ասում է, երկուսն էլ պիտի սպանվեն, որովհետև այդպիսի մարդիկ ձեր մեջ չպիտի լինեն, դա վարակի նման։ Մարմնավոր շնություն եւ նաեւ մտքի շնություն։ Տեր Հիսուսն ասում էր, եթե մի կնոջ նայես, մտքիդ մեջ իրան ցանկանաս, արդեն իսկ շնություն գործեցիր։ Մենակ կանանց է վերաբերում։ Ով գիտի կանանց մտքի մեջ ինչ է տեղի ունենում, ոչ մեկ չգիտի։ Նայեցիր, ցանկանալ իմաստը, լսեք, ցանկանալը մենակ մարմնավորը չի։ Նայեցիր, ասիր, երնեք քո կնգան։ Սա նշանակում է Երանի մարդը մեր մտքի մեջ։ Չեմ ասում ուրիշ բաներ անցավ մտքով։ Նայեցիր, ասենք, ինչ-որ բան տեսար, լավ, ոնց է, ասենք, խանութից առևտուր անում, գնում տուն, ասում, Երանի ես իմ մարդն է։ Արդեն շնացար։ Լսեք, ես լուրջ բան եմ ասում։ Մի գնացեք այդտեղ։ Աստված հավատարմություն է պահում։ Աստված քեզ ամուսին է տվել, կամ կտա, ովքեր որ ամուսնացած չեն, որպեսզի դու հավատարիմ լինես իրան։ Աստված քեզ կին է տվել, կամ կտա։ Մի ասա, էսի ինչ լավ կներ, էսի այսպես խնդիրներ չեր սարքի իմ գլխին։ Մի ասա, սա արդեն իսկ շնության է տանում։ Մենք պիտի հասկանանք հավատարմության պատվիրանը, խոսքը մենակ տես մարմնավորի մասին չի։ Այո, դա էլ, բայց շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչ ահավոր մեղք է սա, որպեսզի մենք հասկանանք ինչ ահավոր մեղք է։ Ես ուզում եմ մի քանի հատվածներ կարդանք Աստվածաշնչից։ Առակաց 23:27-ը ասում է, որ օտար կինը նեղ ջրհորի պես է, եւ պոռնիկը, ես բարի համար ներողություն եմ խնդրում, Աստվածաշնչում հենց այդպես է գրած եւ ես տենց էլ պիտի ասեմ։ Եվ պոռնիկը խոր փոսի պես, որ ընկար նեղ ջրհորից դուրս գալ չկա, որ ընկար միայն հրաշքը քեզ կարա այնտեղից հանել։ Հոբի 31-րդ գլխում 11-12 խոսքերը ասում է, որ երբ որ խոսում է շնության մասին, ասում է, որ սա պղծագործություն է, մի կրակ լափում է եւ իմ բոլոր արդյունքը արմատից խլում է։ Այսինքն ես ինչ գործ արել եմ, լսեք, հետևանքների մասին ենք խոսում։ Նախ առաջինը ասեց, որ քեզ է վնասում, երկրորդը ասեց, ինչ օրհնություններ պիտի ստանայր Աստծուց։ Գործ է իր արել, բիզնես է իր դրել, երեխա է իր մեծացրել, ինչ է իր արել, երբ որ դու ընկնում ես այս մեղքի մեջ, մենակ քեզ չես վնասում, այս քո ամբողջ արդյունքը քեզանից խլում ասա։ Ինչու՞։ Մենք պիտի սա հասկանանք։ Տեր Հիսուսը սրա մասին խոսում է եւ Աստվածաշնչի մյուս հատվածներում նույնպես, երբ որ մենք նայում ենք, ես ուզում եմ տեղը գտնեմ, մի քիչ հերթականությունը խախտեցի, բայց հիմա կգտնեմ։ Առաջին Կորինթացիներ 6:16-ը։ Առաջին Կորինթացիներ 6:16-ը հետևյալն ասում. Կամ չգիտեք, որ նա, որ պոռնիկին հարում է, մեկ մարմին է նրա հետ, որովհետև երկուսը, ասում է, մեկ մարմին կլինեն։
Եվ նա որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ։ Հիմա լսեք, փախեք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է։ Քո գործած բոլոր մեղքերը, որ դու գործում ես, քո մարմնից դուրս է։ Ինչ ենք անցնում, ասենք գողություն, սուտ, չգիտեմ, անգամ սպանություն, այս ինչ որ գործում ես, քո մարմնից դուրս ես գործում։ Բայց պոռնկություն անողը իր մարմնի մեջ է մեղանչում։ Ասում է, ում հետ որ միացար մեկ ես։ Մեկ, գիտեք ինչ է։ Երբ որ ամուսնանում են մարդիկ, ասում է, սրանից հետո դուք մեկ մարմին եք։ Ճիշտ է թե չէ։ Այր եւ կին մեկ մարմին դարձան։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Ամեն մեկս ինչ օրհնություն ունենք իրար, նույն։ Ինչ անեծք կա մեր վրա, սա էլ է մեզ երկուսից վերաբերվում։ Թե օրհնությունը, թե անեծքը։ Երբ որ անառակի հետ մեկ մարմին ես դառնում, իր անեծքը, իսկ անառակի անեծքը պատկերացնում եք ինչ է։ Իր անեծքը գալիս է քո վրա։ Սրա համար է զգուշացնում։ Ասում եմ, մի արեք այդ բանը։ Մի արեք, սա ինչ մեղք որ գործում եք, հա պատիժ գալիս է ձեր վրա, բայց դու իր բոլոր պատիժը վերցրեցիր, տեղափոխեցիր քո տուն։ Մի արեք սա։ Հավատարիմ եղեք։ Հավատարիմ եղեք մինչև վերջ։ Էլ ինչ հետևանքներ կան։ Հետևանքները ահավոր են։ Առաջի Կորինթացիներ հետ 6-րդ գլխի 9-րդ խոսքն ասում է, որ շնացողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Մոռացեք դրա մասին։ Շատերը ասում են, դե տղամարդ ենք, էլի ոնց կլինի, սենց չանենք, Աստվածաշունչը ասում է, երկինք չեք գնա։ Դժողքը ձեր համար պատրաստած է, եթե չապաշխարեք, եթե հիշում եք 5 տակարանից կարդացի, ասեց, այսպիսի մարդկանց պիտի սպանեք, ձեր մեջ չգտնվի։ Նոր կտակարանում բերեցին Հիսուսի մոտ շինության մեջ բռնված կնոջը։ Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, ձեզանից ով անմեղ է, թող առաջին քարը գցի, որովհետև քար գցելով, այսինքն քարկոծելով, քարերով պիտի խփեին այնքան մինչև մեռնի։ Այսպես էին սպանում շինության մեջ բռնվածը։ Հիսուսն էլ ասեց, ով որ ձեզանից անմեղ այս հարցի մեջ, թող ինքը առաջի քարը գցի։ Եվ ոչ ոք չգցեց։ Գիտեք Հիսուսի ինչ ասեց։ Այդ խոսքերը այսօր մեզ ասում ենք։ Ասում է, ուր են քեզ մեղադրողները։ Կինը ասեց, գնացին, ոչ ոք ինձ չմեղադրեց։ Ասեց, ես էլ ձեզ չեմ մեղադրում։ Ես էլ քեզ չեմ մեղադրում։ Բայց գնա, այս է ամենակարևորը, բայց գնա ու այլևս մեղք մի գործիր։ Հիմա ինչ եղել է մեր կյանքերում։ Աստված ասում է, թող սրանք ում մարդուն ես ասել երանի, ում կնոջն ես ասել երանի, ում ես ցանկացել մտքիդ մեջ, ում հետ ես ֆիզիկապես շնություն արել, մոռացի դա, հետերը ասում է, եթե դու հենց հիմա Տիրոջ առաջ կանգնես եւ ներողություն խնդրես եւ ասես Տեր, ես այլևս հեռու եմ մնալու այդ մեղքից, որովհետեւ դու ես այդպես ասում, որովհետեւ ես հասկանում եմ, որ չարը ուզում էր իմ ընտանիքը քանդեր։ Դրա համար էլ ես գայթակղությունները ինձ բերում, ես էլ անմիտ գտնվեցի եւ ես գայթակղությունները վերցրեցի։ Ես հիմա հրաժարվում եմ ինձ իմաստություն տուր եւ ների իմ մեղքերը, գիտեք ինչ ասում Տերը։ Ասում է ես էլ քեզ եմ ներում, գնա, բայց այլևս մեղք մի գործիր։ Ովսեի 5:4-ն ասում է, որ շնության մեջ եղողները իրանք չեն կարող Աստծուն գա։ Ասում է, նրանց գործերը թույլ չեն տալիս, որ նրանք դառնան Աստծո մոտ, որովհետև նրանցում շնության հոգի կա։ Ներս է մտել այդ շնության հոգին, այդ ոգին, այդ չարը մտել է արդեն, բռնվել են այս մարդիկ, իրանց չի թողում, լսեք, շատ պղծության մեջ ապրող մարդիկ, իրանց ներսում ուզում են գան եկեղեցի, իրանց ներսում ուզում են հավատքի կյանքով ապրեն, բայց այնքան է խորացել, որ արդեն այդ ոգին բռնում է իրանց ու իրանց չի թողում, այդ շնության ոգին ինքը չի թողում, որ դու Աստծուն հավատարիմ լինես։ Իսկ եթե Աստծուն հավատարիմ չլինես, ինչքան ուզում ես արի եկեղեցի, դու Աստծունը չես։ Դու պետք է Աստծուն հավատարմությամբ գաս եկեղեցի։ Երեմիայի 23:10 ասում է. շնությունով է լցվել երկիրը
Կարանք ասենք, որ մեր երկիրը այսօր, հա, դուք այս երկրից եք, գիտեք ինչա կատարվում աչուձախ։ Գիտեք, առաջ դպրոցականները ամաչում էին, հիմա չեն ամաչում։ Առաջ ամոթ կար, հիմա անամոթություն։ Ես առաջ որ գնում էի, ասենք Ռուսաստան կամ արտասահման, տեսնում էի ոնց են 16-17 տարեկաններ իրանց սպանում, ասում ինչ լավ է մեր երկրում տենց չի։ Հետո մեր Երևանի փողոցներով քայլում եմ, գնում լավ է տենց է։ Արդեն եկել աստեղ։ Էջմիածնից երեխեքը, Էջմիածնի փոքր քաղաք է, իրան ճանաչում են, Էջմիածնից երեխեքը գնում են Երևան, տենց են։ Պատահական փողոցում տեսնում եմ, տենց է։ Բոլորը չէ իհարկե։ Իհարկե Երևանում էլ բոլորը չէ, իհարկե Ռուսաստանում էլ բոլորը չէ, ոչ էլ Եվրոպայում բոլորը։ Աստված ունի իր հավատալիները, որոնք ասում են մենք մերժում ենք փոխությունը։ Բայց ես այսօր խոսում եմ հավատացյալների հետ։ Լսեք, շատ հավատացյալների մարմնավոր շնությունը չի սպառնում։ Շատ հավատացյալներ մտավոր շնության մեջ են։ Չհասկանալով, չիմանալով դա ինչ է։ Եվ ես ուզում եմ այսօր սրա մասին ավելի շատ խոսեմ։ Ոնց մեր միտքը մաքուր պահենք, որովհետև Հիսուսն ասում էր, եթե միտքդ մաքուր պահես, գործերդ մաքուր կլինեն։ Ամեն ինչ ստեղ է ծնվում։ Գողը, որ ուզում է գողություն անի, հաջորդ պատվիրանը մի գողանալն է լինելու։ Գողը, որ ուզում է գողություն անի, առաջ որտեղ անում գողություն։ Մտքով։ Սենց կանեմ, սենց կանեմ, սենց կանեմ, այսքան էլ փող։ Շնացողը որտեղ է։ Ստեղ։ Հիմա Հիսուսն ասում էր, ստեղ արեցիր, մտքի մեջ արեցիր, արդեն իսկ շնացար։ Փառք Աստծուն իր պատվիրանների համար։ Աստված, երբ որ ստեղծում էր մարդուն, նայեց Ադամը մենակ էր ու ասաց. լավ չի, որ մարդը մենակ է։ Արի իր համար մի օգնական ստեղծի։ Եվ ստեղծեց օգնականին եւ ասեց դուք մեկ մարմին կլինեք։ Եվ հետաքրքիր բան ասեց Աստված։ Ասեց, որ անկողինը պատվականա եւ սուրբ։ Դա սխալ բան չի, դա Աստված այդպես ստեղծել։ Այդ մեծ փափագ է դրել կնոջ եւ տղամարդու միջեւ։ Եվ ես այստեղ պիտի խոսամ մի քիչ այն բխծությունից, որ այսօր տարածվում է, համասեռամոլությունը։ Սատանան ուզում է քանդի ընտանիքը եւ դա ընտանիք քանդելու ամենահզոր ձևերից մեկն է։ Այսօր Հայաստանի խնդիրն է դառնում դա։ Փաթաթեցին մեր վզին սա։ Դրսից եկան ու մեր վզին փաթաթեցին սա։ Փող տվեցին, ասեցին չճնշեք։ Փող տվեցին, ասեցին օրենքներ ընդունեք։ Փող տվեցին, ասեցին այս այգին իրանցը պիտի լինի։ Ու առան։ Ու հիմա մենք տեսնում ենք։ Գիտեք ինչ մեծ տոկոս կա։ Հայաստանի նման ավանդական երկրում գիտեք ինչու կա։ Մենք պիտի քրիստոնյաներս պիտի մեր ձենը բարձրացնենք։ Ասենք սա պղծություն է։ Ուզում եք մեզ հետամնաց համարեք։ Ուզում եք մեզ ասեք խելքները գցել են, էսի 21-րդ դարն է։ Մենք պիտի կանգնենք ու ասենք սա պղծություն է։ Սա ընտանիքի դեմ է ուղղված։ Սա ուղղված է նրա դեմ, որ մարդիկ երեխաներ չունենան։ Սատանան չի ուզում, որ մարդիկ երեխաներ ուզում է, որ իրենց երեխաներին ունեցած սպանեն կամ հələ չունեցած սպանեն։ Սա իր նպատակն է, բայց մենք մի բան գիտենք, Հիսուսի անունով մենք զորավոր ենք։ Մենք պիտի քարոզենք, մենք պիտի ապրենք եւ մենք պիտի ճշմարտությունը ասենք մարդկանց։ Ամեն։ Այո, անկողինը սուրբ է։ Առաջի Կորինթացիների 6:16-ում կարդացի մարմինը պոռնկության համար չի, այլ Տիրոջ համար։ Փախեք պոռնկությունից։ Սա հատուկ մեղք է։ Առակաց 5:18-ն ասում է. թող քո աղբյուրը օրհնյալ լինի։ Ամեն մեկը իր աղբյուր ունի, որ ջուր է խմում։ Ուրիշի աղբյուրից ջուր մի խմի։ Թող քո աղբյուրը օրհնյալ լինի քո երիտասարդության կնոջ հետ։ Քո
քո աղբյուրից ջուր խմի եւ օրհնյալ կլինի։ Ես ուզում եմ նաև զգուշացնեմ, շնության շատ տարածված մի տեսակ կա, որ կոչվում է պորնոգրաֆիա։ Այսօր այնքան հասանելի է սա երեխաներին, էլ մեծերին չեմ ասում։ Գիտեք, կարող է մտածեք, եկեղեցում արդյոք արժի sense բաների մասին խոսալ։ Ես ասեմ ձեզ, հարցումները ցույց են տալիս, որ տղամարդկանց 80%-ը դրանով ասպատված, բայց ավելի ցնցող մի բան ասեմ, կանանց 30%-ն է դրանցով ասպատված։ Իսկ ամեն երրորդ կինը։ Սա կարելի է, ես չգիտեմ, կարելի է գլուխը բռնել ու փախնել։ Խնդիր է սա շնություն է։ Այդ նայելը դա շնություն է։ Մենք պիտի ասենք, աչքերիս հետ ուխտ եմ արել։ Հավատացյալները լսեք, ձեր աչքերի հետ ուխտ արեք, ասեք, այս աչքերը պղծություն չեն նայում։ Ֆիլմ եք նայում, նորմալ ֆիլմը։ Նորմալ, հետաքրքիր, սյուժեն գալիս է, մեկ էլ վերջում պղծվում է այդ ֆիլմը։ Անջատ եք։ Մի ասա, բայց հետաքրքիր է, նայեմ մինչև վերջ, տենամ ինչով է վերջանում, մի ասա Տեր Աստված, ես իմ աչքերի հետ ուխտ եմ արել։ Այսօր մենք մեր աչքերի հետ ուխտ ենք անելու, ով որ կուզի թող միանա։ Այս աչքերը պղծության չեն նայել։ Այս միտքը իր աղբյուրից բացի ուրիշ աղբյուր չի ցանկանում։ Չի ասելու Երանի էսի իմ կինը լիներ, չի ասելու Երանի էսի իմ մամուսինը լիներ։ Չի ասելու, եթե ունի ալք։ Հիսուսն ասում էր, լսեք, մեկ պատճառ կա, որ կարա բաժանվի մարդը իր կնոջից։ Մեկ պատճառ, շնությունը։ Եթե կինը շնացող է, թույլատրվում է բաժանվել։ Եթե շնացող չի, մոռացեք բոլոր պատճառները։ Ասում է, հիմա նայեք, շնության մեկ ուրիշ տեսակ եմ ասում։ Ով որ իր կնոջից բաժանվի, շնություն է գործում եւ իր կնոջն էլ շնություն գործել է տալիս։ Ով որ բաժանվի ոչ շնության պատճառով, ինքը արդեն շնություն գործեց։ Այդ մարդը ոչ ցանկացել է մտքով, ոչ շնություն է գործել, ոչ մի բան, ասում է, ով իր կնոջից բաժանվի, շնություն է գործում։ Աստծո առաջ սա շնություն է։ Շնություն գործողները երկնքի արքայություն չեն մտնում։ Լուրջ պատվիրանը, խիստ պատվիրանը, բայց կյանքս անտանելի է, լավ չի բաժանվեմ, գնամ հանգիստ ապրեմ։ Ոչ, հենց մի անգամից հոդվածը գրվում է երկնքում։ Շնություն գործող։ Ինչու՞։ Որտեղ բաժանվեց իր կնոջից։ Եվ կինը ինքը շնություն գործող չէր, բայց այս մարդը բաժանվեց։ Նույնը հակառակը։ Մենք պիտի հստակ կանգնենք, ասենք, պրոբլեմ, այն որ ամուսնացնում են աղջկան, հա, աղջկան լավ հասկացող ծնողները ասում են մոռացի մեր տունը։ Ինչ խնդիր, ինչ պրոբլեմ կլինի, մեր տունը մոռացի։ Դու գնա, քո պրոբլեմները դու քո տանը լուծի։ Իսկ որ ասում է բալա ջան, հենց քեզ մի քիչ նեղեն, իմացի մենք քո կողքին ենք, հենց առաջին իսկ նեղության ժամանակ կինը վազում է հոր տուն, ու այդ ընտանիքը քանդվում է։ Այնտեղից է լավ խորհուրդներ են տալիս, հենց կանես քխելով կանամարտի դες, դե։ Չգիտեք, կաղա մեր երկրից չեմ ասում։ Ծնողները ասում են, մոռացիր մեր տունը։ Մոռացիր։ Ինչ խնդիր կա։ Հիմա ես ձեզ եմ ասում, մոռացեք բաժանվելը։ Ինչ խնդիր կա, կանգնեք, նստեք, աղոթեք, խնդրեք, բայց լուծեք ձեր խնդիրները։ Բաժանությունը լուծում չի։ Աստված ասում է, եթե դուք Աստծուն հարգում եք եւ ասում եք Տեր Աստված, մի բան հիշիր։ Բաժանությունը լուծում չի։ Բաժանության տակ հոդված կա, գրված է շնություն։ Սա ես չեմ ասում, սա Տեր Հիսուսն է ասում։ Կարողանում ենք սրան ամեն ասել։ Պրոբլեմներ լիքը կան, շատերի կյանքում, բայց ես այստեղ եմ, որ սովորացնեմ Քրիստոսի կամքը։ Մոռացեք այդ լուծումը, դա լուծում չի, ուրիշ լուծում գտեք։ Նստեք, խոսացեք, ուզեք կռվեք իրար հետ, ուզեք արտահայտվեք, ասեք,
չգիտեմ, նեղացեք, ինչ ուզում եք արեք, բայց մտքից հանեք բաժանությունը։ Դա սատանայի լուծումն է։ Ինքը ուզում է, որ տենց լինի։ Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ տենց չի լինի։ Խոսացեք, պայմանավորվեք, ուրիշ ինչ ուզում եք արեք, բայց սա մտքից դուրս ենք անում։ Հեռուստացույցը, ինտերնետը, քո մտքի երևակայությունը պարտում ես քնելու, ոչ մեկ չգիտի դու ինչ ես մտածում։ Բայց դու գիտես, Աստված տեսնում է։ Ես չեմ ասում, պիղծ մտքեր ամեն մեկին են գալիս։ Իրանք թռչունների նման են։ Հա, կարծեմ Մարտին Լյութերն է ասել, որ թռչունները կարան քո գլխի վրա պտտվել։ Այդ մտքերը գալիս են։ Աստվածաշունչը դրանց ասում է սատանայի կրակոտ նետեր։ Ինքը կարա հեռվից կանգնի այդ կրակոտ նետը, տեսել եք կրակը, որ կրակը ծայրին է, որ կրակում են այդ նետը, որ ասենք նավի վրա ընկնի ու այդ նավը վառվի։ Հիմա այդ կրակոտ նետերը ինքը ուղարկում է մեր մտքի մեջ։ Մենք էլ պիտի կանգնենք ու ասենք ոչ։ Հիմա Մարտին Լյութերն ասում է, կարան թռչունները քո գլխի վրայով պտտվեն։ Իրանց չես կարա ասես մի պտտվեք իմ գլխի վրա, բայց մի բան կարաս անես, թույլ չտաս, որ բուն դնեն քո գլխի վրա։ Մի վերցրի այդ միտքը ու ֆիլմի նման գնա։ Ես գիտեմ դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Մի վերցրեք այդ միտքը ու ֆիլմի նման սցենաներով շարունակեք։ Մի անգամից մերժեք Հիսուսի անունով, ես իմ աշկերի հետ ուխտ եմ արել, պիղծ բան չեմ տնալու։ Ոչ մտքից մեջ, ոչ իրական։ Պիղծ բան չեմ տեսնում, սա շնություն է։ Իսկ Տերն ասում է, մի շնացիր։ Մտքերը հարբեցնում են։ Ովսեե 4:11-ն ասում է, շնությունը, գինին եւ քաղցուն տանում են սիրտը։ Ինքը հարբեցնում է։ Ինքը քեզ գերի է դարձնում, ինքը դառնում է քեզ հաճելի։ Թմրամոլը ո՞նց է դառնում թմրամոլ։ Մի հատ փորձում է, ոչ մի վնաս չտվեց, բայց լավ էր։ Երկրորդն է փորձում, լավ է, երրորդն է փորձում։ Հետո ասում է, «Էլ չեմ ուզում, բայց էլ չի կարող»։ Օրգանիզմը ասում է, «Դուր»։ Հետո ասում է, «Ավելի լավ է տամ սրանից բրծնեմ»։ Հետո 5-6-ը տալիս է, հետո փողն է բրծնում, բայց օրգանիզմը արդեն ուզում է։ Արդեն ման է գալի, որտեղից գողանա, ում խափի, հանցագործների մեծամասնությունը գերիներն են, որ իրանք իրանց կամքի վրա չեն իշխում, արդեն չեն ուզում անեն, բայց ստիպված անում են, որովհետև ներսից մի ոգի կա, որ ասում է դու պիտի իմ ուզած անես։ Ես չեմ ուզում, ախար իմ ընտանիքը քանդվում, ախար իմ կյանքն է քանդվում։ Այդ իշու պիտի մտածես։ Հիմա արդեն դու գերի ես, քեզ հույս չկա, ինքը ասում է, բայց իր կողքին Հիսուսը կանգնած ասում է, հույս կա քեզ։ Դու որ ինձ խնդրես, ես քեզ կհանեմ այստեղից։ Դու որ ինձ խնդրես, ես շնության ոգուն էլ կուղարկեմ, խաղամոլության ոգուն էլ կհանեմ, թմրամոլության ոգուն էլ կհանեմ։ Գիտեք, քանի հովիվ կա խաղամոլ ու թմրամոլ նախքին։ Գիտեք, քանի հովիվ կա, որ այն ասեղի վրա նստած, որ ինքը այլևս հույս չի ունեցել, որ իրան ասել են մի քանի ամսվա կյանք ունես։ Ծնողներին ասել են առեք, թող այս մարդը օգտագործի, մեղք կա, մեկը մեռնելու է։ Եվ Հիսուս եկել է իրան ազատագրել։ Ամեն։ Եթե միայն իրան կանչենք։ Ասեք Աստված հրաշքներ անող Աստված։ Ամեն։ Շնության ամենավատ տեսակը։ Մենք երկու շնության մասին խոսեցինք։ Տերն ասում է մի շնացիր։ Սա ուղղված է ընտանիքին, որ մենք հավատարիմ լինենք։ Եթե մենք ընտանիքում հավատարիմ լինենք, ասեք ընտանիքը, ովքեր որ այս պատգամը չեն լսել, խորհուրդ կտամ ինտերնետում կա հավատարմության 3 դպրոցները։ Առաջին դպրոցը, որտեղ մենք հավատարմություն ենք սովորում, դա ընտանիքն է։ Եթե ընտանիքում չսովորենք հավատարմություն, եկեղեցում մենք չենք կարող հավատալ։ Հոգևոր կյանքում մենք չենք կարող հավատալ։ Եվ դրա համար Տերը մեզ պատրաստում է, ասում է մարմնավոր շնությունից հեռու մնացեք, ասում է մտավոր շնությունից հեռու մնացեք, որպեսզի սովորեք հեռու մնալ հոգևոր շնությունից։ Այս ինչ է։ Այո, մի շնացիր պատվիրանը նաև սրա մեջ է տարածվում, սրա վրա է տարածվում։ Կա
հոգևոր շնություն, ամենավատ շնությունն է։ Գիտեք, որ Տեր Հիսուս նկարագրվում է որպես փեսա։ Գիտեք, ով է հարսը։ Եկեղեցին։ Եկեղեցին նկարագրվում է որպես հարս, Հիսուսը փեսա եւ ասում է փեսան վերադառնալու է իր հարսի հետևից։ Հայտնություն 21:9 ասում է, որ ահա հարսը պատրաստեց իրեն գառանկինը, ահա հարսը գառանկինը։ Եսայի 62:3-5 ասում է, ես Աստվածս ոնց որ ամուսնանամ քո հետ։ Սա ի՞նչ է նշանակում, ոնց է տղամարդը կնոջ հետ ամուսնանում, ես հիմա քեզ հետ ամուսնանում եմ, ով հավատացյալ ժողովուրդ, որ ես քո պահապանն եմ լինել։ Տղամարդը ո՞ր ինչ անում, պահում է ընտանիքը, տղամարդը սնուցում է ընտանիքը, հոգատանում ընտանիքի համար։ Աստված ասում է, ես չի ասում ես ամուսնանում եմ, ասում է, որպեսզի դուք հասկանաք, թե ես ինչքան եմ ձեզ սիրում, ասեմ եւ ոնց եմ ձեզ պաշտպանելու։ Ես ամուսնական ուխտի պես ձեզ հետ ուխտ եմ կնքում։ Ասում է, քեզ այլևս չեն ասի թողված, ավերակ երկիր, այլ կասեն ամուսին ունեցող, ինչպես կույսը ուրախանում է իր փեսայի վրա, այնպես դու ուրախանալու ես ինձ։ Մենք իր հետ ասել ենք, հավատարիմ ենք քեզ Տեր։ Ինքը ասում է, ես եմ քո աղբյուրը։ Հիշում եք, ասում էր օտար աղբյուրից ջուր մի խմեք։ Հիմա մարդը ընկնում է նեղության մեջ։ Ինչ են անում մեր հայերը, որ ընկնում են նեղության մեջ, մտածում են ինչ որ մեկը թուղթուգիր է արել։ Գնանք ու մոտ գուշակի։ Գնանք թող այս թուղթուգիրը հանենք։ Աստված ասում է, ես եմ քո աղբյուրը, մի գնա օտար աղբյուր։ Սպերջեն անունով մի հզոր քարոզիչ կար, ինքը ասում էր, լսեք, դուք նման եք բաժակի, մարդիկ, դուք ամեն մեկը նման եք բաժակի, որ Աստված ջուր է լցնում, որ գա խմի ու վայելի ձեզ։ Երբ որ դու քո կյանքում մի բարի բան ես անում, Աստված մի կում խմում է։ Երբ որ դու գայթակղության առաջ ես, թեկուզ հենց շնության մասին ենք խոսում, շնության գայթակղությունն է եկել։ Հեռուստացույցով մի հատ ֆիլմ է, որ ասում ես հատելան դե նայեմ, մենակ եմ նստեմ նայեմ։ Կամ ինտերնետով մի բան է եկել, ասում ես հələ սխմեմ տենամ ինչ կա։ Երբ որ դու ասում ես ոչ, ես հիշեցի, ես իմ Աստծո հետ ուխտ ունեմ, ես սրանից հրաժարվում եմ, Աստված ասում է, դա ոնց որ ես այն շոկ եղանակին մի բաժակ սառը ջուր խմեմ։ Այդտենց իմ սիրտը հովանում է, որ ես այսպեսի զավակ եմ տեսնում։ Ուզում եք ասում բարիք անեք։ Ոչ ասեք մեղքին։ Ինքը հովանում է։ Հիմա Սպերջենը ինչ ասում։ Ասում է, երբ որ դու մեղք ես գործում, այդ բաժակից գալիս է սատանան նախանում։ Ասում է, օխայ, ինչ լավն է։ Սրան էլ կարեցանք իմ ուզածով, իմ կամքը կատարեց։ Ասում է, որ ինքը խմում է, իր կեղտոտ շրթունքների հետքը մնում է այդ բաժակի վրա։ Եղել է, որ ձեզ միտեղ սուրճ հյուրասիրեն ու պամադայի հետքը մնացած, լավ չեն լվացել։ Եղել է տեսման ձեր հետ։ Կամ դուք խմեք մի բաժակից, որից սատանան մի կում արեց։ Հա? Կամ կեղտոտ մեկը, լավ սենց ասեմ։ Մեկը գալիս է, այն ամենավատ, որ սենց գիտես, վատ կյանքով ապրող մեկն է, գալիս է, մի կում սենց անում է, ու ասում է արպեսն է դու խմի։ Ասես ծարավ չեմ, աղբեր չեմ։ Երու գնա, գոհեն, ծարավներն ես էլ կասես ծարավ չեմ։ Հիմա Սպերջենը ասում է, դուք մտածում եք, որ դուք թույլ տաք այդ բաժակին սատանան խմի եւ իր կեղտոտ շուրթերի հետքերը տեղ ունի, հետո Աստված խմելու է դրանից։ Չի խմի։ Դու ասում ես, Տեր ջան, ինչի ասես բաները լինում մեր կյանքում։ Ասում ես, ես քեզ ստեղծել եմ, որ դու իմ սիրտը հովացնես։ Ես քեզ ստեղծել եմ որպես անոթ, որ իմ ջուրը լինի այդտեղ, որ ես վայելեմ այդ ջուրը։ Դու ում ես վայելք պատճառը։ Եվ ասում եմ, մի բան կա, որ մենակ կարա այդ կեղտոտ հետքը լվա։ Տեսել եք, չէ՞, մարդիկ լվում լավ չեն կարող։ Հիսուսի արյունն է, որ կարող է դա լվա։ Այնպես լվա, որ հետո Աստված վերցնի, ոչ մի հետք չմնա։ Եվ Հիսուսի արյունը լվում է, գրված է, եթե մեր մեղքերը խոստովանենք, արդարանա եւ հավատարիմ, որ մեզ կսրբի ամեն անգիրավությունից։ Եթե կանգնենք իրան ասենք, Տեր, գործեցինք այս մեղքը, բայց էլ չենք կանգնել, արդեն հասկացա, որ սա քեզ է ասում։ Երբ որ մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ ես ինքնաթիռում իրար կողքի էինք նստած ու ավետարան խոսացի եւ ճանապարհին ահագին արտասահմանից էինք գալիս
տեսնում, գիտես ամեն առավոտ։ Անավակ կանանց, որոնք գիշերվա իրանց աշխատանքից հետո, ճակերտավոր աշխատանքից հետո գալիս են ներողություն խնդրելու Աստծուց։ Գալիս են, հավատք ունեն, ամեն առավոտ գալիս են ներողություն խնդրելու։ Արցունքները աշկերին ներողություն են խնդրում, ասма շատ են։ Մի հոգի չի, երկու հոգի չի, ասма ես որ ամեն օր եմ ընդեղ, ամեն օր նույն մարդկանց տեսնում եմ, ամեն օր ներողություն են խնդրում, ինձ հարցեց, հիմա Աստված իրանց ներում է թե չի։ Ես պիտի Աստվածաշնչով պատասխանեի, Աստված ամենաահավոր մեղ գործածին է ներում։ Բայց եթե դու ներողություն ես խնդրում, գիտես որ վաղը նույնը անելու ես, Աստված ասում է դա ներողություն չի։ Եթե դու ապաշխարություն չունենաս քո ներսում, դու այդ մեղքից չես սրբվում։ Աստված ասում է, եթե դու հիշում եք շնացող կնոջի ինչ ասեց ներում եմ, գնա այլևս մեղք մի գործի։ Գիտեք ով դառավ այդ կինը։ Մարիամ Մագդաղենացին, Հիսուսի ամենազորավոր աշակերտներից մեկը, որից ինքը 7 դև հանեց, այդ շնության դևերը իր մեջ էին, 7 դև հանեց, եւ Մարիամը առաջիններից էր, որ գնաց Հիսուսի գերեզմանը ու հարություն առած Հիսուսին տեսավ։ Աստված ընդունում է, ամենաընկածին էլ ընդունում է, միայն եթե մենք ապաշխարենք, միայն եթե մենք ասենք Տեր, մենք քեզ հավատարիմ ենք լինելու։ Հիմա եթե մարմնավորը ասելուց մարդիկ գլխով են անում, վայ են անում, հիմա լսեք հոգևոր շնության ժամանակ մարդը սկի չի զգում, որ Աստծուն ապավինելու փոխարեն գնաց եսիմում ապավինեց։ Փոխանակ Աստծուն ապավինի գնում է գառասկոպ անհայմ ինչ կնի։ Փոխանակ Աստծուն ապավինի աչքի ու լունգ կպցնում, որ այդ աչքի ու լունգը իրան պաշտպանի։ Փոխանակ Աստծուն ապավինի պայտ կպցնում, փուշ է բերում, որ չար աշկից պաշտպանի։ Աստված ասում է ես եմ քեզ պաշտպանողը, ում ես դու քո ում վրա ես հույսդ դրել։ Ես եմ քո ամուսինը ճակերտավոր, ես եմ, որ քեզ պահելու եմ չարաշկից էլ, անհաջողությունից էլ, ես եմ քո պահապանը, ես եմ քո Տերը, ես եմ քո թագավորը։ Ում վրա ես հույսդ դնում։ Գնացել ես շնություն ես գործում ուրիշ մեկի հետ։ Այո, աչքի ու լունգը եւ մնացած բաները մուսուլմանական սովորություններ են։ Գնացեք մուսուլմանական երկիր, տեսեք, սա է։ Գնացել ես իրանց աստվածներին ես հույսը դնում, որ դրանք քեզ պիտի պաշտպանեն։ Ինձ ճշմարիտ Աստծուն թողել ես, ամենավտանգավոր շնությունը, հոգևոր շնությունը։ Նեղության մեջ ես Աստված կարողանում, դժվարության մեջ ես Աստված կարողանում։ Դանիելի 3 ընկերներին բերեցին ամենանեղ վիճակում, են որ ասում է, ծնկի պիտի գային արձանի առաջ։ Նաբուգոդոնոսոր թագավորը արձան էր կանգնացրել ու ասեց դուք պիտի ծնկի գաք երկրպագեք այս արձանը։ Սա հոգևոր շնություն, եթե իրանք ծնկի գային ու երկրպագեին, սա հոգևոր շնություն։ Մեր կյանքում գալիս է մեղքը, ասում է դու պիտի ծնկի գաս իմ առաջ։ Թմրամոլին գալիս է թմրամոլության կուրքը։ Չգիտեմ, շնացողին գալիս է շնության կուրքը։ Գայթակղությունները գալիս են ու ասում են դու պիտի չոքես իմ առաջ։ Այդտեղ է որ դու պիտի կանգնես ու ասես ես միայն Տեր Աստծո առաջ պիտի չոքեմ։ Գալիս են հարբեցողին գալիս արաղի շիշը ասում է դու պիտի չոքես իմ առաջ։ Ինքը դրանից առաջ որոշում է կայացրել, որ այդ չեմ անելու։ Գալիս ու ասում է պիտի անես։ Այդտեղ է որ Հիսուսին որ կանչեք ուժ կտածես։ Գողը որոշում է, որ էլ չի գողանա, մեկ էլ տենում է մի հատ տուն, որ շատ հեշտ կարող մտնի ելնի։ Այդտեղ է, որ սատանան ասում է, դու պիտի ինձ երկրպագես։ Բայց սա հոգևոր շնությունը, որ դու ասել ես, Տեր, ես էլ չեմ անելու, ու հիմա շնություն ես գործում։ Այստեղ է, որ կանչենք Հիսուսին, ինքը գալու է ու օգնելու է մեզ։ Ես եմ ձեր աղբյուրը։ Ուզում եք իմանաք երբեք երկրպագում հավատացյալ ժողովուրդ, սա շատ հաճախ հավատացյալներն են անում սա։ Մեկը սննդի հետ է կապված, սնունդը վատման չի, ուտելը նորմալ բան է, Աստված է ստեղծել, բայց երբ որ իրան ներվայնացնում են, հետո այնքան է սկսում ուտել, սա իրան հանգստացնում։ Այն մեկը ներվայնացած ժամանակ պապիրոսն է հանում,
այն մեկը խմիչքն է հիշում, այն մեկը չգիտեմ ինչերն է հիշում, հենց ներվայնացնում են, ասում են դե տես ու գնացինք, ոնց որ իրանց ինադու են անում, բայց իրանց ներսը հանդստանում է դրանով, ճիշտ է թե ճիշտ չի, դե իմացեք, որ դա այդ կուրքը, եկել է ասում, քեզ ներվայնացվի, Աստված ասում է, ես եմ քեզ հանգստացնողը, արի իմ առջավորքի, երբ որ քեզ ներվայնացնի, ում ինադու ես անում, ոչ մեկ ինադու չես անում, կույր ես, չես տեսնում, որ եկել է քեզ ասում է, ծնկի արի իմ առաջ, ինձ երկրպագի, Աստված ասում է, ոնց որ գիտեք ինչ, ոնց որ ամուսիններով կռվեն, իհարկե ասած բան չի լինում, ամենայն դեպս մեր մեջ, այդպիսի մարդ չկա, ամուսիններով կռվեն, կինն ասի դե տենց է, դես գնում եմ հարևանի հետ ես գիշեր, ծիծաղում եք, մարդիկ տենց են անում, ասում են, հա, ասենց ես անում, ես էլ կգնամ կխմեմ, հասկանում եք, եթե մեր աչքերը բացվեն, եթե միայն մեր աչքերը բացվեն, հետո ասում եք, դե մի անգամ մեր եղավ, պատկերացեք այդ կնիկասյան մարդ, տարին 365 օր ունի, հետո գա հաջորդ օրը տուն ասի, 365 օրից ընդամենը մեկն է մտենց արել, Իանը ինչ մեծ բան է, որ լավ ամուսինը մի կասի իրան ինչ մեծ բան է, մենք Աստծուն ենք ասում, դե լավ, մի օր է, չէ, հավատարիմ եղեք, ես ձեզ սիրում եմ, ձեր հետ ամուսնական ուխտի մեջ եմ, դուք ինձ պիտի հավատարիմ լինեք, մի շնացիր պատվիրանը, մի շնացիր, Առակաց 7-ի առաջին 5 խոսքերը, Առակաց 7-ը, 7-րդ գլուխը, հետո տունը կկարդակ, դա հենց այս թեմային է վերաբերում, բայց այս ամբողջը չեմ կարդա, լսեք, որդյակս, պահիր իմ խոսքերը, և իմ պատվիրանները թաքցրու քեզ մոտ, պահիր իմ պատվիրանները, որ ապրես, և իմ օրենքը քո աչքի բիբի պես պահիր, աչքի բիբը գիտեք, չէ, որ այս ներսի մասն ամենացավոտ տեղն է, Իմ պատվիրանները քո մոտ պահի, իմ օրենքը քո աչքի բիբի պես պահիր, քո մատներին կապիր նրանց գրիր քո սրտի տախտակների վրա, իմաստությանը ասիր իմ քույրն ես և հանճարին ծանոթ կանչիր, որ քեզ պահի օտար կնկանից, այն օտար կնկանից, որի խոսքերը շողոքորթում են, հետո շարունակությունը ամբողջովին սրա մասին է, բայց ասում է, ուզում եք հեռու մնաք պատվիրանները, իրոջ խոսքը, լցրեք ձեր մեջ, չգիտեմ, ասում է սրտիդ վրա գրի, սրտի վրա ոնց պիտի գրես, պիտի թողաս, որ լցվի քո ներսը, իմաստությանը կանչիր, և դու հեռու կմնաս, օտար կգնաց, և դու հեռու կմնաս, սատանայի ամբողջ զորքը այսօր ուղղված է ընտանիք կոչված հաստատությանը, որ քանդի, և դա եկեղեցու տема, եթե մարդը ընտանիքում հավատարմություն չգիտի, եկեղեցում չի կարող հավատարիմ լինել, Աստծուն իր գործի մեջ որպես տնտես չի կարող հավատարիմ լինել, և ահա Աստված ունի 7-րդ պատվիրան, կհիշեք 7 թիվը, նա որ ձեզ հարցնեն 7-րդ պատվիրանը որն է, մի շնացիր, եկեք կանգնենք առանց, մենք մեր աչքերի հետ ուխտ ենք անել այսօր, եթե դու համաձայն ես, որ քեզ ոչ ոք չի կարա կասի ծնկի արի իմ առաջ ու երկրպագի ինձ, ինչ ուզում է լինի, ինչ գայթակղություն ունի, ոչ ոք քեզ չի կարա ասի ծնկի արի իմ առաջ ու երկրպագի ինձ, ամեն, քո բոլոր նյարդայնացած պահերին, ոչ մեկ չի կարա ասի ծնկի արի ու երկրպագի ինձ, մենք մեր աչքերի առաջ ուխտ ենք անել, Մենք մեր աչքերի առաջ ուխտ ենք անելու, որ չենք նայելու բղծություն, ինչքան էլ գայթակղիչ լինի, ինչքան էլ հետաքրքիր լինի, մենք մեր աչքերի առաջ ուխտ ենք անելու, որ չենք նայելու մեկին ցանկանալու համար, մեր աչքերը Քրիստոսի աչքերը պիտի լինեն, որ մարդիկ մեր աչքերի մեջ Քրիստոսի հայացքը տեսնեն, պիղծ աչքը չի կարա Քրիստոսին արտացոլել, Երբ որ կին ես տեսնում ու դու տղամարդ ես, իմացի ինքը քո քույրն է, քո մայրն է։ Երբ որ կին ես, իմացի ինքը քո հայրն է ու քո եղբայրն է։ Ունես քո աղբյուրը, ունես քո ամուսինը, ունես քո կինը, ինքն է քո աղբյուրը, այնտեղից ինչքան կուզես ջուր խմի։
Եվ հոգևոր շնություն էլ չենք ունենում։ Ահա մենք աղոթքի ենք կանում, եւ Տերը այստեղ մեր կա։ Օրհնյալ Աստված, շնորհակալ ենք, որ մեզ խրատում ես։ Շնորհակալ ենք, որ մեզ սովորացնում ես քո խոսքը եւ քո կամքը։ Շնորհակալ ենք 7-րդ պատվիրանի համար, որ ամբողջ մարդկությանն ուղղված եւ մասնավորապես այս խոսքը լսողներից ես յուրաքանչյուրին, որ ասում ես շնություն մի գործեք։ Եվ ես գիտեմ այս խոսքերը մեզ պաշտպանելու են Տեր, մեր ընտանիքները ամրանալու են Տեր, մեր եկեղեցին զորանալու է Տեր, որովհետև ով շնությունից հեռու է մնում, նա սովորում է հավատարմություն։ Իսկ հավատարիմները քեզ հետ են լինելու Տեր Աստված։ Ահա մենք մեր աչքերի հետ ուխտ ենք անում Տեր, որ լինի հեռուստացույցը, լինի ինտերնետը, լինի այս կյանքի մեր ապրած իրավիճակները, մեր աչքերը հեռացնելու ենք բղծությունից։ Այս աչքերը քեզ համար են Տեր, եւ թող քո սրբությունը այս աչքերի հետ լինի։ Օրհնյալ Աստված, չենք գնալու շնության եւ ոչ մի հոգեվոր երևույթի հետ։ Եթե նեղված ենք, դու ես մեր ազատագրողը։ Եթե կարիքի մեջ ենք, քեզանից է մեր օգնությունը։ Եթե բանտում ենք, մեր կապանքները քանդողը դու ես Տեր։ Ուրիշ ոչ մեկից չենք ակնկալելու, ուրիշ ոչ մեկի առաջ ծնկի չենք գալու, չենք խոնարհվելու, միայն քեզ ենք երկրպագել մեղմել։ Օրհնյալ ես դու եւ հավատարիմ, եւ մենք քոնն ենք, հավիտյանս հավիտենից։ Amen.